Բնականաբար Ավո Ադամյանը հերքել է Սիրավեպը, նշելով, որ երկար էր սպասել սերիալում գլխավոր դեր մարմնավորելուն, ինչի պատճառով էլ չէր կարող ձախողել տվյալ աշխատանքը։ Նրա խոսքով այդ խոսակցությունները տարածվել էին այն պատճառով, որ իրենք փորձել էին հնարավորինս լավ խաղալ, այդ թվում սիրային տեսարաններում։ Ես ու Տաթևը լուրջ սիրավեպ ենք ունեցել, սակայն ֆիլմում։ Յուրաքանչյուրս աշխատել ենք բոլոր դետալներին ուշադրություն դարձնել, ասեմ ավելին, Տաթոն ինձ համար սերիալի լուրջ դպրոց էր, հումորով նրան ասում էի սենսեյ, պարտադիր չէ, որ սեր խաղանք ու դիմացինդ լինի քո սիրուհին կամ սիրեկանը, նշեմ, որ բաց տեսարաններ չենք ունեցել, իսկ համբույրի տեսարանները շատ բարդ են տրվել, Ասեկոսեյեմին տված հարցազրույցում խոսել էր Ավո Ադամյանը։ Նշենք, որ Ավո Ադամյանը նկարահանվեց «Խաբկանք» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր հերոսին՝ Ավոյին, նրա հիմնական խաղընկերը սերիալում Տաթևի Կադումյանն էր։ Ավետիքը երկար տարիներ երգարվեստով է զբաղվել, երգել սկսել է 8 տարեկանից։ Եղել է Հայկազուն խմբի կազմում ու հայրենասիրական երգեր երգել։ Հայտնի Սերգեյ Պետրովիչի մոտ դասական վոկալ եմ սովորել, բայց այդ ընթացքում ասպարեզում էին Թաթան, Արման Հովհաննիսյանը, չեմ կարող ասել, որ գայթակղվեցի այդ ոճի երաժշտությամբ, ուղղակի հասկացա նման երգերով կարող եմ մասնակցել միջոցառումների ու եկամուտ ունենալ։ Սկսեցի ավելի շատ երգով զբաղվել, դերասանական աշխատանքը մնաց երկրորդ պլանում, ասում է նա ու հավելում, որ իր տեսահոլովակները քիչ են, քանի որ մեծ բյուջե են պահանջում, անորակ աշխատանք ներկայացնել չի ուզում։ Ավետիքն ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը, մասնագիտությամբ օպերետային դերասան է, Ատամնաբույժն արևելյան ներկայացումն իմ ավարտական աշխատանքն էր, այնպես որ թատրոնում նույնպես խաղացել եմ։ Իմ վարպետը եղել է Երվանդ Մանարյանը, մի անգամ նա ասաց, որ ուզում է ինձ տանել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, բայց զգուշացրեց, որ եթե այնտեղ աշխատեմ, պետք է մոռանամ մեծ գումարների մասին։ Այդ պահին համաձայնեցի, բայց նա հասկացավ չեմ կարող գնալ։ Ավելի շատ մտածեցի ֆինանսապես կայուն լինելու, ինչու ոչ լավ մեքենա վարելու, ոչ թե վատ ապրուստով թատրոնի դերասան լինելու մասին։ Ավետիքը նկատել էր, որ մինչև Խաբկանք հեռուստասերիալը դերեր է ունեցել Որոգայթ հեռուստասերիալում և Հրաչ Քեշիշյանի ֆիլմերում։ Ասում է Խաբկանք հեռուստասերիալում գլխավոր կերպարով հանդես գալու առաջարկը պատահական է ստացել։ Որպես դերասան սիրվել-չսիրվելու մասին Ավետիքը չի մտածել, ամեն անգամ, երբ իմ ելույթից առաջ որևէ հայտնի հզոր երգիչ է բեմ դուրս եկել, նրան շատ ջերմ են դիմավորել։ Մտածել եմ գուցե ինձ այդպես չծափահարեն, բայց չեմ հիասթափվի դրանից։ Հնարավոր է, որ ինձ նաև չճանաչեն, ես միշտ պատրաստ եմ եղել դրան, որպեսզի չհիասթափվեմ։ Ըստ նրա աշխատում է պրոֆեսիոնալ թիմի հետ, կերպարը քննարկել են մոտ 2 ամիս։ Սերիալում անունս չի փոխվել, ներկայանում եմ որպես Ավո։ Սցենարիստ Անուշիկ Պետրոսյանն ի սկզբանե ասել էր, որ երկար է ուսումնասիրել ինձ, որպեսզի հնարավորինս համապատասխան կերպար ստանամ։ Խոսելով իր և գործընկերուհու դերասանուհի Տաթևի Կադումյանի հետ հարաբերությունների մասին, դերասանն ասել է. «Տաթևը պրոֆեսիոնալ հրաշք գործընկեր է, ում հետ ծանոթացել եմ սերիալի նկարահանումների ընթացքում։ Նա ինձ շատ հարցերում է օգնում, լավ ընկերներ կդառնանք կամ արդեն դարձել ենք, այս նախագծում խորթություն չեմ զգում»։ Ավետիքն ինստագրամի իր էջում հաճախ է կիսվում ընտանեկան լուսանկարներով, անձնականիս մասին խոսել չեմ խուսափում, թող խուսափեն նրանք, ովքեր այնպիսի ընտանիք ունեն, որն ի ցույց դնելու համար հարմար չէ։ Ունեմ սիրելի կին, ում հետ մեծացնում ենք 2 ապագա զինվորի, ես նրանց շատ եմ սիրում ու իմ բոլոր հաջողությունները նրանց հետ եմ կիսում։ Այսօր տաղանդով չփայլող շատ երգիչ-երգչուհիներ հայտնվում են ֆիլմերում, քանի որ ինքներդ դերասանի մասնագիտություն ունեք ու նկատել եք ռեժիսորները դժգոհ չեն ձեր խաղից, թեկուզ տեսահոլովակում չեք մտածում ֆիլմերում նկարահանվելու մասին, Ավո Ադամյանը պատասխանել է. «Փակագծերը կբացեմ ու կանկեղծանամ իմ երազանք գաղտնիքով։ Եթե Հրաչ Քեշիշյանը կնկարահանի ֆիլմ ու ինձ իր ֆիլմում լուրջ դերով կընդգրկի, սիրով կհամաձայնեմ, դա կարող է մեկ այլ ճանապարհ հարթի իմ կյանքում։ Ռեստորաններում երգում եք, դա ինձ համար ամենացավալի թեման է։ Ես աշխատում եմ բոլոր բեմերում, որոնք կապված են երգեցողության հետ։
երգն իմ աշխարհն է, որոնք կապված են ինձ հետ, թող բոլորն իմանան, ես սնվում, վաստակում եմ ռեստորանից, հարսանիքից ու կոմերցիոն միջոցառումներից, որպեսզի այդ գումարը ներդնեմ լուրջ արվեստի մեջ, նկարահանեմ լավ ու գեղեցիկ տեսահոլովակներ։ Հայաստանում միայն մի քանի հոգի կան, ովքեր այնքան են աշխատել, ստեղծել ու վաստակել, որ արդեն իրավունք ունեն ու կարող են իրենց թույլ տալ չաշխատել ռեստորաններում։ Մենք դա չենք կարող, անձամբ ես և որպես հանդիսավար եմ ներկայանում, և որպես երգիչ, և վազում համերգից համերգ, հյուրախաղից հյուրախաղ։ Շատ աստղեր կան, որ ամբողջ օրը էկրաններին են ու մեծ-մեծ խոսում են, բայց գնում ես ինչ-որ կորպորատիվի երգելու, տեսնում ես նա այնտեղ թամադա է։ Եթե պետք լինի, ես սարի վրա ժամերով կերգեմ, միայն թե ընտանիքս լավ ու բարեկեցիկ կյանքով ապրի, իմն արդար վաստակն է ու շատ գոհ եմ դրանից, թեև ամբողջ տարվա մեջ 10-ից 15 օր եմ հանգստանում։ Աբո, եթե չեմ սխալվում, նկարահանումներին միշտ ներկայանում եք ձեր կնոջ ուղեկցությամբ, դա համագործակցություն է, թե խանդ։ Նա իմ ընտանիքն է, ինձ միշտ պետք է մեկը, ով կողքիս կլինի, թե որպես քննադատ, թե ոգևորող։ Բավական է ես նայեմ իր դեմքին ու հասկանում եմ լավ է, թե վատ։ Կինը միշտ պետք է իր տղամարդու կողքին լինի։ Ինչ վերաբերում է խանդին, այն մեր ընտանիքում առկա է այնքան, որքան ցանկացած նորմալ ընտանիքում, հարաբերություններում։ Քանի որ շատ գեղեցիկ կին ունեմ, բնական է, որ միշտ խանդում եմ։ Ես այնպիսի միջավայրում եմ աշխատում, որ միշտ շրջապատված եմ գեղեցիկ կանանցով, բայց հավատացեք, իմ կնոջից գեղեցիկ կին դեռ չեմ հանդիպել։ Ձեր բնագավառի՞ց է ձեր կինը։ Նա պարուհի է եղել, բայց հիմա մեծացնում է մեր երկու որդիներին։ Կարծում եմ երեխաների մեծանալուց հետո կվերադառնա իր գործունեությանը։ Փաստորեն դուք արգելք չեք հանդիսացել նրա մասնագիտական գործունեությանը։ Իհարկե ոչ, միասին նույն խմբում պարել ենք, նա փոքրերի խմբում էր, հետո ամուսնացանք ու իրար հետևից փոքրիկներ ունեցանք։